Ինչքան էլ տղամարդիկ նախաձեռնող լինեն, հանդես գան նորանոր առաջարկներով, միևնույն է, վերջին խոսքը ասում են կանայք, համաձայն չեք, կանայք ավելի նախաձեռնող են, մանավանդ, եթե խոսքը բարեգործությանն է վերաբերվում, դիտենք տեսանյութը։ Վարսենիկ Գրիգորյանը ավելի քան 10 տարի ղեկավարում է աշտարակյան գինիներ կազմակերպությունը եւ Տիգրան Արզականցյան բարեգործական հիմնադրամը։ Ընկերությունում ամեն ինչ նոր որակ ու երանգ ձեռք բերեց, երբ ձեռնարկության տնօրինությամբ սկսեց զբաղվել ընկերության նախագահի Տիգրան Արզականցյանի մայրը։ Ուրախալի է փաստել, որ Վարսենիկ Գրիգորյանի ծավալած մեծամասշտաբ աշխատանքի արդյունքում այսօր հայ գինեգործությունն ու կոնյակագործությունը պատվով է ներկայանում աշխարհին, իսկ աշխարհի գնահատականը շուրջ 300 պարգևներն են, գրանպրիները, սուպերգավաթները, մեդալներն ու շնորհակալագրերը։ Սակայն լավագույն պարգևը ժողովրդի անսահման սերն ու վստահությունն է, որն անշուշտ վաստակել է այս օրինակելի ընտանիքը։ Այսօր Տիգրան Արզականցյան բարեգործական հիմնադրամը լուրջ աջակցություն է ցուցաբերում հազարավոր ընտանիքների, ապահովում աշխատանքով, իրագործում բազմաթիվ մարդասիրական նախաձեռնություններ, բարեկարգում ու բարենորոգում կրթական ու մշակութային օջախներ։ Բազմաթիվ են Վարսենիկ Գրիգորյանի կատարած աշխատանքները, հաջողակ գործարար, անձնվեր մայր, սիրող ու հոգատար տատիկ, ահա Վարսենիկ Գրիգորյանին բնորոշ լավագույն հատկանիշները։ Եվ այժմ մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Տիգրան Արզականցյան բարեգործական հիմնադրամի եւ աշտարակյան գինիներ ընկերության հիմնադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանին։ Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու անվան մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Աշոտ Ղազարյանը։ Զանգվածային լրատվամիջոցների կոնտենտ վերլուծության եւ փորձագիտական գնահատման արդյունքում Տիգրան Արզականցյան բարեգործական հիմնադրամի եւ աշտարակյան գինիներ ընկերության հիմնադիր տնօրեն Վարսենիկ Գրիգորյանը ճանաչվել է լավագույնը եւ արժանացել հայուհի 2014 մրցանակի կին բարերար եւ ձեռնարկատեր անվանակարգում։ Ես ուրախ եմ ձեր համար Տիկի Մարսիկ, ու ցանկանում եմ միայն հաջողություններ ունենաք միշտ, ու միշտ այդ հաջողությունների ժամանակ ես լինեմ հանձնողը։ Խնդրեմ։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր այս դահլիճում գնահատվել է իմ աշխատանքը եւ կուզենամ բոլոր կանայք արժանանան այս օրվան։ Շնորհակալություն բոլոր հաջողությունների համար։ Վարսենիկ Գրիգորյանն արժանացել է եւս 2 պարգևի, որոնք կհանձնեն գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը եւ հասարակական անվտանգության միջազգային ոստիկանական կորպորացիայի Հայաստանի գրասենյակի կոմիսար Կարեն Հայրյանը։ Ես ուզում եմ տամ ասպետաց մայրին, ասպետաց ասպետոյի շքանշանը իր գործի համար։ Ցանկանում ենք ամենաբարիկները։ Միջազգային ոստիկանության կորպորացիայի կազմխորհրդի որոշմամբ այս գեղեցիկ տոնի առթիվ Տիկին Վարսենիկ Գրիգորյանը պարգևատրվում է ի պատիվ բարձր հարգանքի շքանշանով։ Արձագանք վոկալ գործիքային երաժշտախմբի մենակատար Արտավազ Բայատյան։ Անցնում է եւս 1 տարի Եվ ոչինչով չի հիշեցնում անցյալը, նույնիսկ ծանոթ մարդիկ ուրիշ են։ Փոխվել եմ ես անվերադարձ, դարձել ես դու խորհրդավոր, բայց չի փոխվել զարմանալի աշխարհը։ Անցնում է եւս 1 տարի, եւ ոչ մի պահ չի կրկնում նախորդը, թվում էր թե անշարժ է ժայռը, բայց այն շարժվեց ու փլուզվեց, անսպասելիորեն փոխվեց, բայց չի փոխվել նրան պատող աշխարհը։ Ինչ որ մի օր, ինչ որ մի տեղ կհանդիպենք
կհանդիպենք իրար որպես անծանոթներ, կասենք վերջում մնաս բարով, բայց հենց այնպես ոչինչ չի ավարտվում, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, կհանդիպենք իրար որպես հարազատներ, արևն ընկան, թե խավարի, ամեն ինչ կա, եղել է կլինի, և կլինի։ Անցնում է ևս մեկ տարի, և ոչ ոք չի հարցնում որտեղ, ու երբ հալվեց իմ երեկվա պատրանքը, փոխվել ես դու երազներում, փոխել են ինձ իմ երազներ, բայց չի փոխվել նրանց ստեղծող աշխարհը։ Անցնում է ևս մեկ տարի, հաջորդ եկավ գալդ բարի, գուցե այսպես անմիտել կավարտվի։ Փոխվել եմ ես և փառք Աստծո, փոխվել ես դու խոստովանիր, բայց չի փոխվել հիանալի աշխարհը։ Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, կհանդիպենք իրար որպես անծանոթներ, կասենք վերջում մնաս բարով, բայց հենց այնպես ոչինչ չի ավարտվում, չի ավարտվում։ Ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, կհանդիպենք իրար որպես անծանոթներ, կասենք վերջում մնաս բարով, բայց հենց այնպես ոչինչ չի ավարտվում, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, կհանդիպենք իրար որպես հարազատներ, արևն ընկան, թե խավարի, ամեն ինչ կա, եղել է կլինի, և կլինի։ Հայուհի 2014 ամենամյա մրցանակաբաշխության գործընկերներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Աղթալայի լեռնահարստացման կոմբինատ ընկերությունը, Նուր քարդ կուտակային ծրագիրը, Մոնամի ծաղկի սրահը և Պրոմտեստ լաբորատորիան։ Մեր գործընկերները ևս միանում են բոլոր շնորհավորանքներին և կանանց մաղթում գարնանային բարձր տրամադրություն։ Ես օրինակ Սուսաննա միշտ հիանում եմ մեր գործունյա կանանց աշխատանքով, միշտ։ Գիտես, եթե չեմ սխալվում, Աստվածաշնչում է գրված, որ առաքինի կինը գիտե, որ իր աշխատանքը լավ է։ Նրա ճրագը գիշերը չի հանգչում, նա իր ձեռքը տարածում է դեպի աղքատը և ձեռքը մեկնում է տնանկին, այսինքն զբաղվում է աշխատանքով, անընդհատ աշխատում է և զբաղվում բարեգործությամբ։ Նրա գինն ավելին է, քան գոհարները։ Փաստորեն առաքինի կինը բիզնեսի լավ կազմակերպիչ, բարեգործ կինն է։ Ուշադրություն էկրանին։ Նարինե Միրզոյանը արդեն կես տասնամյակ հանդիսանում է ամուսնու Արարատ Հովհաննիսյանի կողմից հիմնադրած 15-ամյա Դարոժնիկ ընկերության գործադիր տնօրենը։ Երիտասարդ գործարար կինը իր փխրուն ուսերին պատասխանատվությամբ է տանում շինարարության բարդ և կարևորագույն ոլորտում ընկերության գործունեության ծանր բեռը։ Դարոժնիկ ընկերությունը իրականացրել է բազմաթիվ տնտեսական, ռազմավարական և կենսական նշանակության ծրագրեր, որոնք սփռվում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային քարտեզների ամբողջ երկայնքով։ Ղեկավարելով շուրջ 1000 աշխատող ունեցող ընկերություն և ունենալով ծանրաբեռնված և հոգսաշատ աշխատանքային օր, Նարինե Միրզոյանը իր առօրյան վառ գույներով է լցնում ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Լինելով ճշտապահ ու խստապահանջ ղեկավար, ընկերության աշխատակիցների և վստահելի գործընկեր ամուսնու համար Նարինե Միրզոյանը նախ 3 երեխաների հոգատար մայր է և ամուսնուն սիրող ու նվիրված կին, հաջողությամբ համատեղելով անձնական և գործնական հաջողությունները։ Դարոժնիկ ընկերության ղեկավարներ ամուսիններ Արարատ Հովհաննիսյանը և Նարինե Միրզոյանը անմասն չեն մնացել նաև բարեգործական նպատակներով իրականացված բազմաթիվ ծրագրերից, ինչպիսիք են Հադրութի
շրջանի Արաքել գյուղի ջրագծի եւ գյուղի մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որն արդեն կահավորված վիճակում նվիրաբերվել է համագյուղացիներին։ Նարինե Միրզոյանը արժանանալով բազմաթիվ շնորհակալագրերի եւ պատվոգրերի իր ամենամեծ ձեռքբերումները համարում է ընկերության ջանքերով իրականացված ծրագրերի տեսանելի արդյունքները, որոնք ծառայում են ազգի բարօրությանը։ Մրցանակը ստանալու համար բեմ է հրավիրվում Դարոժնիկ շինարարական ընկերության գործադիր տնօրեն Նարինե Միրզոյանը։ Իսկ մրցանակը հանձնելու համար բեմ է հրավիրվում Համազգային վստահություն խորհրդի նախագահ Business News ընկերության տնօրեն Աստղիկ Խաչատրյանը։ Զանգվածային լրատվամիջոցների կոնտենտ վերլուծության եւ փորձագիտական գնահատման արդյունքում Դարոժնիկ շինարարական ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Միրզոյանը ճանաչվել է լավագույնը եւ արժանացել հայուհի 2014 մրցանակի լավագույն գործարար կին անվանակարգում։ Ինձ համար շատ ուրախալի է, շատ զարմանալի է, որ կինը, որը ունի նուրբ քնքուշ կեցվածք, նուրբ քնքուշ բնույթ եւ աշխատում է այնպիսի բարդ ոլորտում, ոստիկանություն, դատական համակարգ, ճանապարհաշինարարություն, որը շատ կարևոր է մեր պետության կառուցման համար։ Շնորհավորում եմ Նաիրա Միրզոյանին, շնորհավորում եմ ձեզ սիրելի կանայք։ Անչափ շնորհակալ եմ այս մրցանակի համար։ Յուրաքանչյուր կնոջ համար հաճելի է լինել գնահատված։ Շնորհակալություն։ Կրթությունն ու գիտելիքի լույսը մեր ժողովրդի համար մշտապես եղել են ամենաթանկ արժեքներն ու մեր հարատևման հիմքերը։ Եվ հիմնականում մեր խելացի ուսյալ հայուհիների տաղանդավոր մանկավարժ կազմակերպիչների շնորհիվ են կանգուն մեր դպրոցներն ու համալսարանները։ Ավելի քան 20 տարի առաջ ակադեմիկոս Լևոն Հարությունյանի կողմից հիմնադրվեց Հայ-Բուսակ համալսարանը, եւ այսօր ականավոր գիտնականի հիմնադրած արժեքների պահպանողն ու կրողն է նրա դուստրը Անահիտ Հարությունյանը։ Իսկապես, Անահիտ Հարությունյանի ղեկավարած Հայ-Բուսակ համալսարանը այսօր մեծ հռչակ է վայելում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Տարիներ շարունակ հաղթահարելով բազում դժվարություններ, Անահիտ Հարությունյանը կարողացավ ոչ միայն պահպանել եւ կրթական համակարգում արժանի նշաձող ապահովել Հայ-Բուսակի համար, այլև շարունակ ընդլայնվել, ավելացնել բաժիններ, նոր ֆակուլտետներ։ Իր շուրջը համախմբելով կրթական գործի նվիրյալների, Անահիտ Հարությունյանը ձեռնամուխ եղավ հայկական բաց համալսարանի շենքի կառուցմանը։ Այս եւ Հայ-Բուսակի շենքերում այժմ արկային կրթության եւ դաստիարակության համար նախատեսված բոլոր հնարավորությունները, պետության կողմից հավատարմագրված այս կրթական հաստատությունների միավորումը այնուհետ կոչվեց Կրթության միջազգային ակադեմիա։ Անահիտ Հարությունյանի ճիշտ եւ հետեւողական աշխատանքի արդյունքում այսօր Հայ-Բուսակում է մասնագիտական լավագույն կազմը եւ համատեղ միասնական ուժերով նվաճելով բազմաթիվ մրցանակներ, այսօր էլ կրթական գործի նվիրյալ Անահիտ Հարությունյանը շարունակում է իրականացնել արդյունավետ աշխատանք եւ ապահովել ուսման բարձր որակ։ Մրցանակը ստանալու համար հրավիրում ենք Հայ-Բուսակ ակադեմիայի ռեկտոր Անահիտ Հարությունյանին։ Մրցանակը հանձնելու համար բեմ է հրավիրվում սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։ Զանգվածային լրատվամիջոցների կոնտենտ վերլուծության եւ փորձագիտական գնահատման արդյունքում Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Հայ-Բուսակ համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը ճանաչվել է լավագույնը եւ արժանացել հայուհի 2014 մրցանակի բարձրագույն կրթության կին կազմակերպիչ անվանակարգում։ Շնորհավոր ենք մեր նոմինանտին լավ բուհ ղեկավարելու համար։ Շնորհակալություն։ Տարիներ առաջ մեր
դեռ ոչ այնքան մեծ աշխատանքային թիմը, որդեգրեց մի կարգախոս. ժողովրդի վստահությամբ պետության ճանաչում։ Եվ այսօր մենք 23 տարի անց համոզվեցինք, որ իրական ճանաչումը եւ իրական հեղինակությունը կարող են լինել միայն վստահության միջոցով։ Այսօր մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը։ Իմ խորին երախտիկը մեր այն պրոֆեսորներին եւ մանկավարժներին, որոնք որևէ ջանք չեն խնայում մեր հայ երիտասարդների կրթության համար։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ բոլորին։ Աշոտ, հիշում ես, մեր ուսուցիչները միշտ ասում էին, որ դպրոցը մեր երկրորդ տունն է։ Սպասի։ Ես հիշում եմ, որ դպրոցում սովորում էի, ինձ դասարանից դուրս էին հանում։ Փաստորեն իմ տնից դուրս էին հանում։ Դե փաստորեն երևի արժանանում էիր այդպիսի ճակատագրի։ Դե լավ, ինչևէ, այն, որ իսկապես դպրոցը մեր տունն է եղել եւ մեր երեխաների տունն է, դա փաստ է։ Մեր հաջորդ մրցանակակիր հայուհու ղեկավարած կրթօջախում երեխաներն իրենց զգում են ոչ թե ինչպես երկրորդ տանը, այլ ինչպես իրենց իսկական ջերմ ու սիրելի տանը։ Ուշադրություն էկրանին։ Վլադիմիր Մայակովսկու անվան համար 7 միջնակարգ դպրոցն ունի ավելի քան 70-ամյա հարուստ պատմություն։ Դպրոցն ունի հետաքրքիր ավանդույթներ, որոնք տարեցտարի բովանդակալից ու ինքնատիպ են դառնում շնորհիվ հմուտ ու փորձառու տնօրենի կրթական գործի նվիրյալ Վիկտորիա Ռուխկյանի։ Այս հայուհին ավելի քան 10 տարի իր սկզբունքային հետևողական աշխատանքով յուրաքանչյուր օր հարստացնում է դպրոցի պատմության էջերը։ Վիկտորիա Ռուխկյանի անմիջական ղեկավարությամբ Հայաստանի եւ արտերկրի կրթական ոլորտներում բարբերաբար իրականացվում է փորձի փոխանակում։ Դպրոցն ունի լինգաֆոնային դասարան, լողավազան, գործում է Տիգրան մեծ մարզակումբը։ Վիկտորիա Ռուխկյանը մշտապես իրագործում է մեծամասշտաբ աշխատանքներ, որպեսզի դպրոցի առօրյան դառնա ավելի հետաքրքիր, կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, վիկտորինաներ, սպորտային մրցումներ։ Դպրոցում շուկով նշվում են ազգային տոները, կազմակերպվում են հանդիպումներ գիտնականների, արվեստի գործիչների, հոգևոր առաջնորդների հետ, այցելություններ, թանգարաններ, ցուցահանդեսներ։ Վիկտորիա Ռուխկյանը կրթության ոլորտում իսկական օրինակ է բազմահազար շրջանավարտների ու ոլորտի ներկայացուցիչների համար։ Մրցանակը ստանալու համար բեմ է հրավիրվում Վլադիմիր Մայակովսկու անվան թիմ 7 դպրոցի տնօրեն Վիկտորիա Ռուխկյանը։ Իսկ մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը։ Զանգվածային լրատվամիջոցների կոնտենտ վերլուծության եւ փորձագիտական գնահատման արդյունքում Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի տնօրեն Վիկտորիա Ռուխկյանը ճանաչվել է լավագույնը եւ արժանացել հայուհի 2014 մրցանակի միջնակարգ կրթության կին կազմակերպիչ անվանակարգում։ Շնորհավորելով բոլորիդ այդ սքանչելի օրվա կապակցությամբ, որ դուք ձեր տղամարդկաց դարձնեք ձեր տերն ու տիրակալը, միևնույն ժամանակ հպատակն ու սպասավորը։ Շնորհավորություն։ Շնորհակալ եմ համազգային վստահության խորհրդին, Աստղիկ Խաչատրյանին, Ահարոն Ադիբեկյանին եւ ի սրտե շնորհակալ եմ բարձր գնահատականի համար իմ ամբողջ կոլեկտիվին, իմ աշակերտներին, իմ շրջանավարտներին եւ աշակերտների ծնողներին։ Շնորհակալ եմ մայակովցիներ, անչափ։ Հիշեցնեմ, որ միջոցառման աջակցության համար համազգային վստահություն խորհուրդը շնորհակալություն է հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, Աղթալայի լեռնահարստացման կոմբինատ ընկերությանը, Նուրք հարթ կուտակային ծրագրին, Մոնամի ծաղկի սրահին եւ Պրոմտեստ ընկերությանը։ Կարծում եմ բոլորդ էլ համաձայն եք, որ մեր երկրում այսօր բիզնես իրականացնելն այնքան էլ հեշտ բան չէ։ Առավել ևս, երբ այդ հետաքրքիր ու մեծ աշխարհ է ներխուժում կինը։ Հայուհին, ում ներկայացնելու ենք, բացի իր կանացի հմայքից ու աշխատասիրությունից, առանձնանում է իր ընդգծված հայրենասիրությամբ, մեր հարազատ քաղաքի նկատմամբ։
Վաղուց արդեն երևանցիների համար սիրելի վայր դարձած Սմակ խանութ սրճարանի հաճախորդները անշուշտ գիտեն այս սերն ու հոգատարությունը, որով համեմված է այստեղ յուրաքանչյուր ուտեստ։ 2012 թվականին Սմակ ընկերության հիմնադիր տնօրեն Կարինե Բադալյանը համազգային վստահություն խորհրդի կողմից արժանացավ հատուկ մրցանակի տարվա լավագույն կին գործարար անվանակարգում։ Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ Կարինե Բադալյանին բնատուր կազմակերպչական ձիրքն ու նորարարական գաղափարները։ Սմակ ընկերության հիմնադիր տնօրեն Կարինե Բադալյանը փոքր եւ միջին բիզնեսի փայլուն կազմակերպման իսկական օրինակ է մեզանում։ Նրա հաջողության գաղտնիքը հավատարմությունն է իր սկզբունքներին, մարդկանց, իր քաղաքին եւ երկրին, երբեք երկիրը չլքել, մնալ եւ շենացնել սեփական պետությունը, ահա այն արժեքները, որոնցով առաջնորդվում է այս հայուհին։ Մրցանակը ստանալու համար բեմեհրավիրվում Սմակ ընկերության տնօրեն Կարինե Բադալյանը։ Մրցանակը հանձնելու համար բեմ է հրավիրվում RRR հանքային ջրերի գործարանի գլխավոր տնօրեն Արմեն Մինասյանը։ Զանգվածային լրատվամիջոցների կոնտենտ վերլուծության եւ փորձագիտական գնահատման արդյունքում Սմակ ընկերության տնօրեն Կարինե Բադալյանը ճանաչվել է լավագույնը եւ արժանացել համազգային վստահություն խորհրդի հատուկ հայուհի 2014 մրցանակին բիզնեսի լավագույն կին նախաձեռնող անվանակարգում։ Ես կարծում եմ, որ լինել հայուհի արդեն իսկ բարձր կոչում եմ եւ մեծ պատիվ։ Սակայն պատկերացնում եմ, թե որքան պետք է լինի հայ կնոջ արժանինքները բարձր, որքան պետք է լինեն նրա գործարար նախաձեռնությունները բարձր, որպեսզի հայ կինը արժանանա տարվա լավագույն կամ տարվա հայուհի բարձր եւ պատասխանատու կոչմանը։ Եվ շատ արժևորում է այդ ամենը, քանզի ձեռքբերումները հատկապես գործարար աշխարհում են։ Սիրելի Կարինե, շնորհավորում եմ ձեզ եւ օգտվելով առիթից շնորհավորում եմ մեր բոլոր կանանց եւ աղջիկներին եւ ցանկանում, որ նրանք լինեն առավել համարձակ գործարար աշխարհում եւ իրենց ներկայությամբ գործարար աշխարհում ոչ միայն գեղեցկացնեն մեր աշխարհը, այլ նաեւ իրենց կարևոր եւ համարձակ ներդրումը ունենան հայկական տնտեսության զարգացման կարևոր եւ հայրենանվեր գործում։ Շնորհակալություն այս պատվավոր մրցանակի համար։ Շնորհակալություն ձեր վստահության համար։ Առիթից օգտվելով ուզում եմ մի բան պատմեմ։ Ծնվել եւ մեծացել եմ ոչ Հայաստանում եւ օր չկար մեր ընտանիքում, որ անցներ առանց Հայաստանի բառի, առանց Երևանի։ Հայրս միշտ ասում էր. «Քո ճանապարհը Հայաստանն է»։ Հիմա ես Հայաստանում եմ եւ այդ բեմից ուզում եմ ասեմ. ես սիրում եմ քեզ Երևան, ես սիրում եմ քեզ Հայաստան, սա իմ հայրենիքն է։ Հրաշալի երգչուհի Սոնա Շահկերտյան։ Քեզ հետ բարձացել ամպերին եմ ասել, ես ճախում եմ եւ չեմ վախենում ընկնել, կանգնած քո դիմաց ես ունեմ քեզ մի հարց, սերն այսի վերջո ինչ է կորուստ եկած, գտել եմ գիտեմ ու եթե քեզ կորցնեմ, առանց քեզ ես այս կյանքում կդժվեմ, իրոք ոչ ոք չէր կարող հավատալ, որ սիրո օրոք ես կարող եմ ինքս ինձ կորցնել, ավել չի կարող քեզ ոչ ոք ինձ նման սիրել, դու կարծում եմ ինձ համար ես ծնվել, արևն է խամրում, երբ մեր սերն է տեսնում, մեծ երկինքն անգամ մեզ է սկսել խանդել, հիմա դեմ արդեմ դու ասա ինձ խնդրեմ, որ կուրուս չէ այլ գանձ է այն սերը մեջ, գտել եմ գիտեմ ու եթե
ես այս կյանքում կգժվեմ Սիրո մարդում քեզ տրվում եմ ես անմնացորդ երկրորդ քեզ նամանը չի լինի ավելի կասեմ քեզ կտամ այն ամեն ինչ ունեմ անզեն այս մարդում քեզ հանձնվում եմ իրոք ոչ ոք չէր կարող հավատալ որ սիրո օրոք ես կարող եմ մի կասից կորցնել լավ է չի կարող քեզ ոչ ոք ինձ նման սիրել դու կարծում եմ ինձ համար ես Hey yo gombe yo bora bora gombare yo ve hey yo ve Այսօրվա մրցանակաբաշխության համար ընտրվել է եւս մի հայուհի, նա կարողանում է իր աշխատանքով ապացուցել, որ հայուհին կարող է լինել ոչ միայն սիրող ու նվիրվածքին, հոգատար եւ սրտացավ մայր, այլ նաեւ կայացած եւ հաջողակ գործարար։ Լադա Գոլովյանը 2006 թվականի ապրիլի 7-ին հիմնադրելով Արմյանկա հայուհի երկլեզու ամսագիրը նպատակ ուներ հանրությանը գեղեցիկ, ճիշտ ու ճաշակով ներկայացնելու տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայ կանանց եւ նրանց արժանին մատուցելու։ Ստեղծման առաջին իսկ օրից ամսագրում լուսաբանվում են հասարակական կյանքի տարբեր բնագավառներում հաջողության հասած բազմաթիվ հայուհիների կյանքի պատմություններ, նաեւ հայ մշակույթի ասպարեզում ստեղծագործող նորանուններ։ Լադա Գոլովյանը նաև Հայաստանի ժուրնալիստների միության անդամ է։ Այս հայուհու մասնագիտական բարձր կարողությունների եւ պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ յուրաքանչյուր ամիս Արմյանկա հայուհի հանդեսում մեծարվում ու ներկայացվում է հայ կինը, ներկայացվում է բոլորովին նոր խոսքով ու ձեռագրով Արմյանկա հայուհի ամսագրի ձեռագրով։ Գործնեության 8 տարիների ընթացքում Արմյանկա հայուհի ամսագրի նախաձեռնությամբ կազմակերպվել են բազում հետաքրքրական միջոցառումներ, շնորհստեր, համերգներ, հանդիպումներ, բարեգործական միջոցառումներ։ Ամսագրի հրապարակումներում հատուկ տեղ են զբաղեցնում նաև Հայաստանից դուրս համաշխարհային հռչակ վայելող հայ կին գործիչների մասին պատմող նյութերը։ Ստեղծագործ եւ կնոջը հատուկ նվիրվածություն ցուցաբերելով աշխատանքին հայուհի Լադա Գոլովյանի ձեռքով կյանք հարած ամսագիրը իր էջերում դեռ շատ կանրադառնա մարդկության ամենակնքուշ ու նուրբ կեսին կանանց։ Մրցանակը ստանալու համար բեմ ենք հրավիրում Արմյանկա հայուհի ամսագրի հիմնադիր տնօրեն եւ նախագծի ղեկավար Լադա Գոլովյանին։ Մրցանակը անցնելու համար բեմ է հրավիրվում հեռուստալրագրող, հեռուստառեժիսոր Կարեն Քոչարյանը։ Զանգվածային լրատվամիջոցների կոնտենտ վերլուծության եւ փորձագիտական գնահատման արդյունքում Արմյանկա հայուհի ամսագրի հիմնադիր տնօրեն եւ նախագծի ղեկավար Լադա Գոլովյանը ճանաչվել է լավագույնը եւ արժանացել հայուհի 2014 մրցանակի մեդիա ոլորտում հայուհու կերպարի ձևավորող անվանակարգում։ Շնորհավորում եմ սիրելի Լադա, շատ ուրախ եմ եւ համոզված եմ, որ ժպիտը ձեր դեմքից երբեք չի պակասի։ Որին շնորհակալ եմ այս բարձր անվանակարգի համար, վստահության համար։ Արմյանկա հայուհի ամսագիրը ծառայել է եւ կծառայի եւ կգոհացնի մեր հայ կանանց, որովհետեւ մեր հայ կանայք արժանի են։ Շնորհակալություն բոլորին։ Այժմ ներկայացնում ենք երկու հայուհիների, ովքեր 5 տարվա ընթացքում կատարել են հսկայածավալ ազգանվեր աշխատանք։ Ուշադրություն էկրանին։ Արմինե Ադիբեկյանն ու Անժելա Էլիբեգովան Ադրբեջանում ծավալված հակահայկականության արդի գաղափարախոսության կանխման շրջանակներում աշխատանքներ են իրականացնում, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունն առավել սևեռվի այս հարցին։
Վերջերս այս հայուհիների նախաձեռնությամբ լույս տեսավ հայատյացությունը Ադրբեջանում գիրքը։ Արմինե Ադիբեկյանն ու Անժելա Էլիբեգովան գրքում ներկայացված նյութերը հավաքել են 5 տարվա ընթացքում ադրբեջանալեզու, ռուսալեզու, անգլալեզու աղբյուրներից, ադրբեջանական մամուլից, մանկական գրականությունից, տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ արված հայտարարություններից։ Ըստ գրքի համահեղինակ Այլատյացության կանխման նախաձեռնություն հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Ադիբեկյանի տեղեկությունները հավաքվել են պահպանելու նպատակով, քանի որ ադրբեջանցիները հաճախ վերացնում են հետքերը։ Արմինե Ադիբեկյանի եւ Անժելա Էլիբեգովայի երկարատև աշխատանքը այս խնդրի առավել մասսայականացման հարցում իսկապես ցույց տվեց արդյունք, քանի որ գիրքը շատ կարճ ժամանակում մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում։ 2000 տպականակով հրատարակված գիրքն արդեն սպառվել է եւ նոր հրատարակությունից զատ գիրքը նախատեսվում է թարգմանել նաեւ ֆրանսերեն եւ անգլերեն։ Մրցանակը ստանալու համար բեմենք հրավիրում Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն հասարակական կազմակերպության ղեկավար սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանին եւ քաղաքական գիտությունների թեկնածու քաղաքագետ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային։ Մրցանակը հանձնելու համար բեմ է հրավիրվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։ Զանգվածային լրատվամիջոցների կոնտենտ վերլուծության եւ փորձագիտական գնահատման արդյունքում Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն հասարակական կազմակերպության ղեկավար սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը եւ քաղաքական գիտությունների տեխնացու քաղաքագետ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ճանաչվել են լավագույնը եւ արժանացել հայուհի 2014 մրցանակի հայ ազգային արժանապատվության պաշտպան անվանակարգում։ Ուրախ եմ, որ ինձ է վստահվել այս մեծ պատիվը ներկայացնել խիզախ երկու հայուհիների, որոնց գիրքը, որը նվիրված է հայաֆոբիային Ադրբեջանում, իրականում լույս տեսավ, տեղի ունեցավ, եւ սա մեծ քայլ է մեր ազգային արժանապատվությունը պահպանելու համար։ Հպարտ եմ եւ ողջունում եմ։ Այլ նախագծերի հետ միասին, որոնք հիմա իրագործում ենք, շարունակելու ենք, աշխատելու ենք ավելի եռանդով, ուժով եւ բոլորիդ շնորհակալություն։ Պարզապես շնորհակալություն, որ վստահեցիք։ Երգում է Աշոտ Ղազարյանը։ Խնդրեմ քաղել, բերել մամխեր շոր, տանեմ յալվիսան, հազարնացերո։ Խնդրեմ քաղել, բերել մամխեր շոր, տանեմ յալվիսան, հազարնացերո։ Ծերտիս հետ խաղեսանում, չիգարնս դաղեսանում, այգեպան աղջի, իշնազեսան։ Ծերտիս հետ խաղեսանում, չիգարնս դաղեսանում, այգեպան աղջի, իշնազեսան։ Ամենառավոր բարաշալույսին նստում եմ հովին քո ճանապարհին ամենառավոր բարաշալույսին նստում եմ հովին քո ճանապարհին սրտիս հետ խաղեսանում չիգարենց տաղեսանում այգեպան աղջի իշտազեսանում սրտիս հետ խաղեսանում չիգարենց տաղեսանում այգեպան աղջի իշտազեսանում Աղջի դուդաց բիանի ճամփի կարոտեմ արի շուտանի ասիրուն աղջի դուդաց բիանի ճամփի սպասում եմ արի շուտանի սրտիս են խաղեսանում չիգարես տաղեսանում այդեպան աղջի իշտազեսանում
Սրտիս հետ խավեսանում, չի գյանես թավեսանում, այդ բան աղջի, իշտաս ես անում, սրտիս հետ խավեսանում, չի գյանես թավեսանում, այդ բան աղջի, իշտաս ես անում, սրտիս հետ խավեսանում, չի գյանես թավեսանում, այդ բան աղջի, իշտաս ես անում։ Բեմ եմ հրավիրում համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանին։ Շնորհակալություն բոլորին, ովքեր համբերատար սպասեցին, մինչև ավարտվեց մեր մրցանակաբաշխությունը։ Այժմ կխնդրեի մեր մրցանակակիր կանանց բեմ հրավիրել։ Մենք հիմա կնկարվենք բոլոր հայուհիներով։